Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք կզրուցենք Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանի հետ, ողջունում եմ պարոն Սարուխանյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եկեք այսօր փորձենք քննարկել մի քանի հիմնահարցեր, որոնք ավելի շատ են հետաքրքրում մեր հեռուստադիտողներին թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Առաջինը եկեղեցի պետություն այս լարված հարաբերություններն են, որոնք մի կողմից մեկնաբանվում են որպես որոշ եկեղեցականների դեմ կատարված գործողություններ, որոնք իրոք խոցելի են իրենց վարքու կանոնով եւ իբր թե այս հակամարտությունը ունի եկեղեցին մաքրելու առաքելություն։ Մյուս կողմից որոշ վերլուծաբանների կարծիքով սա գնահատվում է որպես հազարամյա ինստիտուտի հիմքերը խաթարելու փորձ եւ որոշ հոգեվորականներին այսպես հեղինակազրկելու ճանապարհով փաստորեն հեղինակազրկվում է ինքը ինստիտուտը եւ սա ունի այսպես հեռու գնացող քաղաքական նպատակներ։ Ձեր մոտեցումը այս հարցին։ Շնորհակալություն հարցադրման համար, հատկապես այս օրերին, երբ որ իսկապես այդ հարցը բոլորին է հուզում եւ հասել է այն աստիճանի շիկացման, որ մարդկանց եւս գցում են երկու ծայրահեղությունների մեջ։ Ես կփորձեմ դիտարկել դա մի հատ մի կողմից եկեղեցու աչքերով եւ այսօրվա կատարված իրավիճակում, ասենք, ովքեր եկեղեցու կողմից են հանդես գալի եւ իսկապես նայում ես, տենում ես, ինչ է այս մարդկանց կպնում, չէ՞։ Քեզ ինչ որ ասենք երեխա ունի թե չունի, չէ՞, տեսեք, ընտանիք ունի թե չունի։ Եթե ինչ որ կարգազանցություն ա եղել այդ առումով, բարոյական տեսանկյունից, դա միայն եկեղեցու գործն է, չէ՞։ Տեսեք, կարծես թե ճիշտ է եւ որոշ մարդկանց համար, ովքեր իրանց հոգու խորքու մտքի մեջ ուզում են լինեն եկեղեցու կողմը, որովհետեւ իրանց դիրքորոշումը այդպես շահեկան է, իրանք հաստատ կգտնեն այն ձևը, որ լինեն եկեղեցու կողմը եւ արտահայտվեն եկեղեցու կողմից։ Եվ դիտարկեն մեծ հակառակ կողմը։ Այն մարդիկ, ովքեր այսօր ուզում են լինեն Նիկոլ Փաշինյանի կողքը եւ իսկապես բլավ, մեծ հարց, որտեղ է այն կարմիր գիծը, որտեղ եկեղեցիականին թույլ է տրվում, ասենք, հանցագործությունը եւ չպատժվել։ Այսինքն որտեղ է այդ գիծը։ Հիմա տեսեք, մենք օրինակ ունենք Մոսկվայի թեմի, Ռուսաստանի թեմի մեջ, երբ որ Գարեգին բեի եղբայրը անուններ մոռացա, լավ, որը սրբազան է Մոսկվայում, նոր եկեղեցիում, Եզրաս, այո, մարդ են ծեծել, մեր լավ ակտիվ քաղաքացիներից Սարգսակ Խաչատուրին, ծեծել են, ականջի տակ կրակել են, ասել են հաջորդը ճակատիտ կլինի, մորուքը թրաշել են, ծեծի են ենթարկել, ինչա, ինք ասենք դիրքորոշումն արտահայտել է։ Այսօր այդ Եզրասը եկեղեցի պատին կպցրել է, ասենք, Սամվել Կարապետյանի նկարը, նա ես չեմ հասկանում, նա Քրիստոսն է թե ինչա։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Նիկոլ Փաշինյան այս պատմության մեջ ճիշտ դուրս գա, իրանք էլ շատ հանգամանքներ ունեն, որ ասեն ախպեջա հանցագործներ են։ Հիմա ինչն է այստեղ, մենք այս հարցի շուրջ մեր կազմակերպության ակտիվը խորհուրդը քննարկել ենք եւ շատ չենք մտածել այս իրավիճակի մասին դրական կամ բացասական գնահատականի մեջ։ Միանշանակ մեզ համար այս երևույթը ինքնին բացասական է եւ միանշանակ հասկանալի։ Որովհետև ըստ մեր կազմակերպության եւ բազմիցս անգամ մենք ապացույցներ ներկայացրել ենք, որ թե եկեղեցիականները, թե Նիկոլ Փաշինյանի թիմը, դրանք թե նախկինները, բոլորը Կրեմլի
գործակալական ցանցի անձինք են։ Այսինքն Կրեմլից իջեցված հրանգով արհեստական հակամարտություն են ստեղծում, որպեսզի խառնեն իրար։ Մթնոլորտը շիկացնեն, մարդկանց հանեն մեկը մյուսի դեմ։ Իսկ դուք գիտեք, ասենք, որտեղ որ, ասենք, այդ շիկացումն է, հակամարտություններ կան, էլ ավելի է հեշտանում, ասենք, այդ տվյալ պետության դեմ ցանկացած գործողություն։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, Հայաստանը այսօր իսկապես այն եզրի վրա է կայնած, որ կարող է պետականությունը կորցնի։ Փոխանակ մտածեն ինչա պետք անել այսօր պետականությունը ամրացնելու համար, այսինքն մարդկանց գցել են արհեստացին մի հատ հակամարտության մեջ, ընդ որում Նիկոլ Փաշինյանի կողմի, ասենք, այսօրվա իշխանությունները այս գործողությունը անում են կիսատ պռատ։ Ինչի համար են կիսատ պռատ անում, որպեսզի անմիջապես վրեժխնդիր չլինեն իրանց հանցագործությունների համար այդ եկեղեցիականները, այլ նաև հնարավորություն ունենան պաշտպանվելու։ Երբ որ հնարավորություն ունեն պաշտպանվելու, ստացվում է 50-50։ Այս ամբողջ խնդիրը, այս բեմականացված կռվը, ինչպես որ բեմականացված էր նախկին ու ներկա իշխանությունների սև ու սպիտակը, որը մոռացան, այդպես էլ բեմականացված է սա։ Դա միանշանակ մեր կազմակերպության կարծիքը հետևյալն է, որպեսզի սա կիսատ պռատ գործողություն չլինի, ուրեմն միանշանակ պետք է անցկացվի լուստրացիա եւ վեթիկ։ Եկեղեցում, թե ամբողջ հասարակությունում։ Ամբողջ Հայաստանում։ Ինչա մենակ եկեղեցիի մեջ, հա, գործակալական ցանց կա։ Հա? Ես ավելին կասեմ, որ եկեղեցին ինքնին ամբողջությամբ KGB-ի գործակալական ցանցի մի առանձին վարչություն է։ Ես չեմ ուզում են ազնիվ քահանաներին, ազնիվ սարգսակներին, ծառայողներին, ուղղակի եկեղեցուն բոլորին միանշանակ, ասենք, բայց իրանց արտոնությունը այնքան փոքր է այդ եկեղեցու մեջ, որ իրանք չեն կարող ապստամբեն կամ մեջից փոխեն ամեն ինչ, որովհետև բարձրագույն խավը եկեղեցիական, բոլորը այո, եկեղեցիական այդ բարձրագույն խավը KGB-ի գործակալներն են։ Եվ ես ասեմ, երբ վանից է սկսվել դա։ Երբ որ 1920 թվականին տապալեցին Հայաստանի 18-ից 20 թվականների Հայաստանի Հանրապետությունը եւ սովետական կարգերը հաստատեցին ստե։ Առաջի հերթին, ուրեմն եկեղեցիականներին եւ մտավորականներին։ Բոլորին ախաթիր կամ գնդակարեցին տեղում, կամ քշեցին Սիբիրները, որը տարիների ընթացքում դա անհայտացան ու վերջացավ։ Եվ այն 5-ից 6-7% եկեղեցիները, որոնք գործում էին Հայաստանի տարածքում, թողեցին, որպեսզի շարունակեն գործունեությունը, բայց մի պայմանով, որպեսզի որ ըտեի քահանան պարտադիր պետք է ընդուներ NKVD-ի լեյտենանտի կոչումը, այդ ուսադիրները դներ սքեմի տակից եւ շարունակել, եւ այդ ամբողջ համակարգը NKVD-ական հասել է այսօր այս վիճակին։ Այսինքն վերնախավը որ հաստատ ես չեմ ուզում են միջին եւ ցածր աստիճանի եկեղեցիական են բոլորին համեմատեմ դրան։ Գուցե եւ ասենք կան մաքուրները։ Բայց որ իրանք տեսնում են թե ինչ է կատարվում եկեղեցու, դա հաստատ է։ Ոմանք ասում են լավ, ես որ միայն ես ձեն հանեմ, ինձի կարկազանց են անել։ Այն մեկը չի դիմանում, արտահայտվում է կարկազանց են անում։ Էնա գիտեք ոնց։ Վեհապարի հրամանով։ Այսինքն կարկազանց անելն էլ է, գիտեք, որոշակի կանոնակարգ ունի։ Այսինքն կա խորհուրդ, կարգապահականային, ես չգիտեմ, ես ասենք մանրամասն չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ այդ խորհուրդը կա։ Իրանք պետք է ասենք այդ մարդուն քննարկեն, քննադատեն, ոմանք նաև պաշտպանեն, թե ինչի ասենց եղել, նոր կարգազանց անեն։ Ընդ որում, այդ որոշումը բերեն ներկայացնեն վեհապարին եւ շատ ուշադրություն, որպես քրիստոնյա հոտի առաջնորդ վեհապարներ, այդ պահին բարոյական տեսանկյունից, ես կանոնը չգիտեմ, բայց բարոյական տեսանկյունից պետք է հանդես գա այդ կարգազանց արվողի կողմից։ Ասի տղեկ, չէ որ ինքը մեր հետ ծառայել է, կարող է շատ խիստ եք, կարող է մի հատ թողենք, մի հատ ուղղվի, կարող է եթե ձեր ապացույցները շատ հստակ են, մի հատ էլ ես զրուցեմ հետը։
Տեսեք, ասենք կարկազանց անելու խնդիրը, այդ բարոյականությունը, քրիստոնեությունը, հիմքերը դա են, բայց ասենք ասենք պարոն վեհապար կամ տավարիշ, լավ, ասենց ավելի տավարիշ վեհապարը ընդամենը հանդես է գալի որպես կոմկուսի, ասենց ասենք քարտուղար կամ ռայկոմի քարտուղար հրահանգը տալիս է կարկազանցարեք ու գնում է ու անում են։ Պարոն Սարուխանյան, տեսեք, հիմա կան հոգևորականներ, որոնք որ անազատության մեջ են։ Կա եւ հոգևորական, որը որ դատապարտված է արդեն 2 տարվա ազատազրկման, ես նկատի ունեմ Աճապահյանին, որը որ շատ-շատերի կարծիքով այն հոգևորականներից մեկն է, որը որ չուներ այդ խոցելությունները, ինչպես ունեն մնացած հոգևորականները։ Արդյոք դուք կարծում եք ընտանիք եւ երեխա չունել, այսինքն այդ առումը ոչ միայն, այսինքն իրեն համարում են իրոք մաքուր հավատացյալ մարդ, որը իր ազգի ժողովրդի համար պայքարող տեսակներից է։ Եթե այդքան մաքուր էր, ինչի եկեղեցու մեջ եղած վեհապարի մյուս սրբազանների կողմից կատարածները չեն բացրած։ Դա եմ ուզում հարցնեմ, որ տեսեք, կան այսպիսի տեսակետներ, որ այդ մարդուն նստեցրին, դուք գիտեք ինչի համար են նստեցրել, իբր այդ հոգևորականը խոսել է, ուզել է կոչ արել իշխանության բռնի փոփոխության, խոսքը գնում է պատերազմից հետո նրա մտքերին, որը նա կրկնել է, որ այո, այս իշխանությունները պետք է հեռացվեն։ Հիմա այդ եկեղեցականների նկատմամբ ձեր համատարած ԿԿԲ-ի ագենտ որակելը արդյոք չի բերում նրան հերթական անգամ, որ դուք ոնց որ ջուր եք լցնում Նիկոլ Փաշինյանի նպատակին հեղինակազրկել այդ կառույցը ընդհանրապես։ Չէ, ես ջուր չեմ լցում Նիկոլ Փաշինյանի։ Բա ինչպես հասկանալ, որ հիմա մի հատ եկեք տեսնեք։ Ես խոսում եմ երկու կողմին էլ մեղադրելու տեսակետից։ Այսինքն, այն կողմն էլ կարող ասի, որ Սարուխանյանը այսօր ջուր է լցում եկեղեցու եղած գործակալական ցանցին պահպանելու առումով։ Ես նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանը, երբ որ եկավ իշխանության որպես հեղափոխական, լավ ընդունենք, հիմա չեմ մանրամասնում այն պահերը, որ ապացուցված է, որ իրան բերել է Սերժ Սարգսյանը, ուղղակի բերել է, ամեն ինչով աջակցել է։ Հիմա դրա մասին չենք խոսում։ Լավ, հեղափոխություն է եղել։ Բայց հեղափոխականը Սերժ Սարգսյանի, այսինքն ազգի դավաճանի, նայեք, ուրեմն իշխանության արարքը, վատ արարքային աստիճանի մեծ պետք է լինի, դուք մինչև ազգի դավաճանության կամ չգիտես ինչ աստիճանի պետք է լինի, որ մարդիկ ապստամբեն եւ հեղափոխություն անեն, դուք պատկերացնում եք, այսինքն դրա էությունը, հեղափոխության։ Եվ դրանից հետո ազատ մանական ընդհակառակը, ազգային ժողովը ներկայացություն ունի։ Բա ուր է քո հեղափոխական, այսինքն քաղաքական գնահատականը նախկին իշխանությունների վերաբերյալ, ուր է քո լուստրացիան ու վենտինգը։ Այսօր հիշեցիր, որ արդ երկրի գործակալական ցանցի վրա են աշխատում ոմանք եկեղեցիականներ։ Իսկ ինչա կառավարությունում չեն աշխատում։ Չեն աշխատե։ Եվ տեսեք, եթե մի գործակալ եկեղեցիում է, չէ՞, այդ եկեղեցին ընդամենը կարող է հոգևորականին կամ հավատացյալ ինչ-որ մարդու, ասենք, մտքել է պղտորի կամ կիսակ պռատասի, տրամադրի, այո, տրամադրի իշխանության դեմ, ինչը որ արեցին այդ սրբազանները, որի համար դատվում են, չէ՞։ Կարող են, իսկ եթե ես աթեիստ եմ, ոնց այն վրա ազդելու։ Ինչ ձև պետք է ազդի։ Կամ այլ եկեղեցու եմ դուք ձեր ենթադրությունն եք քննադատում։ Ես իմ ենթադրությունը չեմ քննադատում։ Ասում եմ, ինչու հենց եկեղեցին։ Ինչու հենց եկեղեցին։ Այո, որովհետև եկեղեցին այն օղակներ գործակալական ցանցի, ռուսական գործակալական ցանցի, որ հստակ կարող է, ասենք դոշին կպցնի Պուտինի կողմից, այդ դահիճի, մարդասպանի ու ֆաշիստի կողմից ընդունի օրձեն եւ խաչի կողքը դնի այդ ռուսական ֆաշիստական օրձենը հպարտ ման գա։
Եվ դա նշանակում է, որ այդ եկեղեցիական որոշ գործիչներ հստակ ենթարկվում են ռուսական գործակալական ցանցին։ Շատ լավ, եկեք մի տարբերակ էլ քննարկենք։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի սահմաններում կարող է գործել ամենայն հայոց կաթողիկոս ունեցող կառույց, որը ոչ միայն Հայաստանի մարդկանց է վերաբերում, այլ ամբողջ աշխարհի հայերին։ Չէ՞ որ մեր պետությունը հրաժարվեց ամբողջ աշխարհի հայերից որպես այդպեսին, եւ Հայաստանը հիմա մենք չենք կարող համարել համանդեպս մեր գոյություն ունեցող ուրեմն քաղաքական կուրսի աչքերով, որ Հայաստանը դա համայն հայության հայրենիքն է, որովհետև ընդհանրապես հայրենիք հասկացությունը սահմանվում է այս պետության պետական սահմանով։ Հիմա արդյոք համարում եք, որ Հայաստանում, իրական Հայաստանում կարող է գործել մի կառույց, որը համայն հայկական է, համայն հայոց։ Ուրեմն այն ինչ որ ասվում է, այդ ինչ որ դուք թելադրեցիք, ասեցիք, որ Նիկոլ Փաշինյանը համարում է սենց, որ միայն Հայաստանի տարածքում բնակվողների բանն է, իրավականորեն ինչ որտեղ ճիշտ է, որտեղ իսկապես իրան ընտրում են 2 միլիոն հայ, հա, ընտրում են այս տարածքում, բայց ինքը բարոյական տեսանկյունից 12 միլիոն հայի ղեկավար է, հա, փաստորեն տենց է ստացվում։ Ես չգիտեմ, նախորդ ղեկավարները այդպես էին համարում, Նիկոլ Փաշինյանը ոչ։ Նախորդ ղեկավարները այդպես որ համարում էին, բայց ինչու, երբ որ մենք ասում էինք, եկեք այդ 10 միլիոն, լավ, մնացած հայերը, որը Հայաստանում չեն բնակվում, հայրենիք սփյուռք կոմիտեի հիման վրա, եկեք ստեղծենք երկրորդ պալատ, որպեսզի այդ մարդիկ էլ ունենան իրանց ձայնի իրավունքը, որպեսզի այդ մարդիկ ունենան նաև իրանց հայրենիքի, haման հայության հայրենիք, նաև պարտականությունները, եկեք էդի կատարեք, ասում չէ։ Նախորդ իշխանություններին այդ համայն հայության այդ բարոյական թեզերը լոլո կարդալուց զատ ուրիշ ոչ մի բան չեն արել։ Արել են մի բան մենակ։ Գնաց է փողերը հավաքել, բերեք կերել են։ Գնաց է փողերը հավաքել։ Հետևաբար ձեր կարծիքով իրավացի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը։ Չէ, սրան էլ իրավացի չի։ Ուրեմն գործակալական ցանցի ներկայացուցիչները մեկը մի ծայրահեղություն անում, մեկը մյուս ծայրահեղություն։ Երկուսն էլ բայց ռուսական կայսրության համար միևնույնն է թե այսօր Նիկոլ Փաշինյանը ռուսական կայսրության որևէ գործակալի ամենալավ գործակալն է։ Որովհետև երբ որ ասենք նախկինները կամ նախորդ գործակալները ինչ-որ բան անում էին, ժողովուրդը դժգոհ էր տարած բանը։ Շատ լավ։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը անում է նույն բանը, քայքայում է Հայաստանը, ռուսական գործակալական ցանցը լավ ձեռքի մեջ պահում է, մասսայել կա, ժողովուրդ կա, որ ասում է լավ անում։ Շատ լավ, այդ դեպքում բացատրեք, թե ինչի ռուսական մի գործակալը ձեր բնութագրմամբ պիտի քանդի ռուսական այլ գործակալական ցանց։ Չէ, ինքը չի քանդում։ Ինքը չի քանդում։ Ապա խնդրեմ բեմականացումը։ Քանդում, հա, այն մյուս գործակալական ցանցը։ Այո, մարդիկ նստած Քոչարյանին, Սերժին, Քոչարյանն էլ գնաց նստավ, ինչ անենք որ։ Ինչի համար նստեց։ Այն նստեց, որ բեմականության համար ավելի արժանահավատ լինի, որ այդ բեմականությունը արժանահավատ լինի։ Կամ Քոչարյանը քանի գլխան է, որ հրանգտան արժանահավատության համար գնա մի տարի նստի ու չնստի։ Կամ ինչ է, դրանց նստած ինչ է։ Իրանց կայֆերի մեջ ընդ սա բերտնել էին պահում իրանք իրանց հետ։ Այսինքն մեր հայաստանյան բերտերը գիտեք, այդ մեկ։ Երկրորդ այդ նույն արժանահավատության համար 1-2 հոգու կարան ժերտվա տան։ Ու Կրեմլը այդքան էլ բարոյական չի, որ ասա, այս մարդի հիմա այսքան բան անը, չէ, դες բան չանես։ Ընդհակառակը, ում օգտագործումը կամ Բաքվի բերտնատարը կամ ստեի, կամ вообще գլուխն ուտում։ Հետևաբար այս իրավիճակից ինչ ելք պետք է գտնի ելքը հետևյալն է։ Ուրեմն համատարած մաքրում Հայաստանի։ Ու դա չի կարող անի գործակալական ցանցի ներկայացուցիչը Նիկոլ Ռոբերտեսը չի կարող անի։ Ինքը կարող մուտիլովկեն անի, ցույց տա որ յանամ սրանք գործակալ են, բայց ինքը չէ։ Ինչու ինքը չի անում լուստրացիա։ Ես լսեք պայմանական եմ ասում ճակերտներում։ Ես աթեիստ եմ, ինձ համար թքած ունեմ, ասենք ընդ ում բռնում որ գործակալին հենց եկեղեցու մեջ չի։ Ես ասում եմ ինչու կառավարությունում նստած գործակալները իմ կյանքը սարքեցին սա, իմ երկրից կյանքը։ Ինչու իրանք պատասխան չեն տալի։
Վերջացավ սրանից ապացուցումը, որ նա եւս գործակալ է, որովհետեւ ինքը որ լուստրացիայի ճանապարհով գնա, այն նա հանրայդ բանկա չէ, ասում դատախազությունը չի քննում, որովհետեւ վախում է, որ կարող է քննի, վերջին քիրա վրա դուրս գա։ Հիմա Նիկոլը նույն բանը, որ քննությունը գնաց, կարող է մի պահ ֆռը ինքիրա վրա դուրս գա։ Հետևաբար արդյոք լուստրացիան Հայաստանում պետք է ավելի աչառուր լինի, ավելի հետարքրվի, մեր ծրագրերը մենք արդեն մեր ծրագիրը տեղադրել ենք համացանցում, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության ծրագիրը, կարող են հետարքրվել, նայել, հավանություն տալ, թերությունները ինչում են, ինչ են, մեր հետ կապնվեն ուղղակի, ասենք, եթե ինչ-որ լուրջ առաջարկներ ունեն, հետևեն մեզ եւ մենք կփրկենք Հայաստանը։ Գոնե այս փուլում հələ տեսնում ենք շանս, որ կարող է փրկվենք։ Վաղը կարող է ուշ լինի։ Շնորհակալություն, եկեք հիմա անցնենք գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, ցելի բարեկամներ, մնացեք մեր հետ գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շեշտեմ, որ մենք զրուցում ենք Հայաստանի ազատագրման կազմակերպության համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանի հետ։ Պարոն Սարուխանյան, մենք առաջին հատվածում քննարկեցինք այս եկեղեցու հետ կապված ճգնաժամը, երկրորդ հատվածում կուզեմ ձեզ հետ քննարկել մեր ուրեմն պարտադրվող այս երկրորդ
կարևոր բանը, խոսքը վերաբերվում է Սյունիքի ուրեմն Միջանցքին կամ ոչ Միջանցքին եւ հարցը կարող է տարօրինակ հնչի, բայց ինչով է տարբերվում անմիջապես պատերազմից հետո այդ համաձայնագրով նշված 9-րդ կետը, որը որ մենք որին դիմադրում ենք բոլոր ճանապարհներով եւ տրիպ նախագիծը, որին մենք կարծես թե ուրախ ենք, չէ՞ որ երկու դեպքում էլ մենք բախվում ենք մեր ինքնիշխանության որոշակի կորստի։ Հա, շնորհակալություն հարցի համար։ Ես ասեմ տարբերությունը ինչու՞մ է։ Կարամ երկու բառով ուղղակի պատասխանեմ չոր, կարամ մանրամասն բացատրեմ, թե այն դեպքում ինչ էր լինելու, հիմա ինչ է։ Եկեք քննարկենք այդ հարցը։ Հիմա տեսեք, երբ որ 9-րդ կետով նախանշված էր Զանգեզուրի Միջանցք անվան տակ, ну չկար Միջանցքը, բայց համայն դեպս Միջանցք բառը այնտեղ չկար։ Դա իդեպ ես ձեզ ասեմ, այնտեղ կոմունիկացիաների բացման մասին էր խոսք առհասարակ, կոմունիկացիաների բացման մասին, բայց շատ արագ հենց հաջորդ օրվանից դա սկսվեց շարքվել որպես Զանգեզուրի Միջանցք լրատվամիջոցներով, հատուկ հրահանգներով ադրբեջանական կողմից։ Այո, այսինքն Կրեմլի գործակալական ցանցի մեկ այլ հատվածի կողմից։ Այսինքն եթե Կրեմլի իսկապես չեզոքներ, ասել ես ինչ ես ասում, մենք ասել ենք, այսինքն նրա թույլտվությամբ, նրա գիտությամբ սկսել է այդպես ուրեմն շարքվել։ Դե Ալիևը սկսեց նույնիսկ այն ժամանակ համադրել Լաչինի Միջանցքը այդ Միջանցքի հետ, եթե այստեղ Միջանցք կա, այնտեղ էլ պիտի Միջանցք լինի եւ այլն։ Դա շուրջա, բայց դա շատ արագ Էրդողանը ընդօրինակեց եւ անգամ իր ելույթների մեջ դա անունը դրել էր Թուրանի դարպաս, ձև էին ներկայացնում, բայց իրականում այդ կոմունիկացիաների բացման ընդհանուր կետի մեջ նպատակը հետևյալն էր, որպեսզի ապահովեն Թուրքիա, Նախիջևան, Ադրբեջան ճանապարհը Ադրբեջանից էլ Դերբենդ ու դեպի Ռուսաստան անխոչնդոտ երկաթ գծի շահագործումը։ Սա էր նպատակը։ Ինչի համար։ Որովհետև Ռուսաստանը 4 կողմից արդեն շրջապատված էր էմբարգոների մեջ էր։ Եվ իրան դեպի Եվրոպա Թուրքիայի միջոցով դուրս գալու այդ ճանապարհը օդի ջրի նման պետք էր։ Եվ ես հիշում եմ, երբ որ այդ ճանապարհի կողմնակից Հայաստանի իշխանությունը, որը ստորագրել էր դրա տակ, իշխանավոր կամ Նիկոլ Փաշինյանի սազանդարներից շատերը համոզում էին ժողովրդին, թե գիտեք ինչ կա, սա թուրքական ճանապարհ չի լինելու, Թուրանի համար չի, իմացեք, այդ ճանապարհը վերահսկելու է ռուսական ՖՍԲ-ն, այսինքն մի մտածեք, որ դա թուրքական ճանապարհ է, դա հստակ, դու հենց քանի որ դա պետք է վերահսկեր ՖՍԲ-ն դու հենց դրա համար պետք չէր թույլ տալ, որովհետև մենք տեսանք Լաչինում, ասենք, ռուսական ՖՍԲ-ն էր, ուրեմն այդ ճանապարհը նայում ոնց ավարտվեց, այո, խաղապահ չէ, նրանք ագրեսիվ պետություն էին, ագրեսորներ, այսինքն պրոստը իր զորքը բերել մտցրել էր, խաղապահի մանդատը տալիս է ՄԱԿ-ը իրանց ոչ մի մանդատ չէր տվել։ Ուղղակի ռուսական գործակալական ցանցի երկու գործիչներ Նիկոլ Փաշինյան եւ Ալիև իրանց շեֆի հրահանգով գնացել են դա ստորագրել են մինչ այդ էլ ուրեմն մի տեսիլք ստեղծեցին Մինսկի խումբը քանդեցին համենայն դեպս ոչ թե խումբը քանդեցին իրանք չեն կարող քանդել որովհետեւ իրանք չեն ստեղծել այս Մինսկի խմբի ծառայություններից հրաժարվեցին երկու կողմեր եւ թողեցին այդ որոշումը միայն Ռուսաստանի վրա եւ տեսակ ինչ եղավ տեսակ որ Արցախ գոյություն չունի այսօր փաստացի բնակչություն գոյություն չունի всё վերջացավ այսինքն այն փոքրիկ լծակը որը Ամերիկայի եւ Ֆրանսիայի միջոցով Մինսկի խմբի շրջանակներում ինչ որ ձև փոխանակ դու խորացնես փոխանակ դու քո գործողությունը ամբողջությամբ գցես նրանց վրա եւ նրանք ինչ որ ձևի իշխեն այդ
կազմակերպության շրջանակներում։ Դու եկալում դրանց հասեն ինչ ասես, ասում ես դու դուրս ես գալի, չես ուզում, տալիս ես ռուսները ասում աղբեր ջան, կներես էլի, ես ընդ լիքը փողեր եմ ստացել, կամ պերսպեկտիվայում լավ առաջարկներ եմ ստացել։ Հայաստան ջան, իզվինի դրուկ, պաստարանից, դե մի 130,000 բնակչությունը դրանք էլ կհանենք մի բան կանենք։ Всё, վերջացավ։ Էդ է Ռուսաստանը։ Հիմա էլ մի հատ էլ փոխանակ Ռուսաստանի անունը չտան, մի հատ էլ գլուխ գովալու բանով, բա ֆեյսբենա հսկելու Զանգեզուրի միջանց։ Հենց դրա համար չենք ուզում։ Հիմա տեսեք, Հիմա տրիպը։ Տրիպը, այ ինչ է։ Նախորդ հարցադրման ժամանակ նցած բան հնչեց ձեր կողմից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներ, թե Ռուսաստանի, ասենք, գործակալական ցանցի գործունեությունը։ Հիմա տրիպը եւ ես պատասխանեցի հետեւյալ միտքը։ Հազար ներողություն, մա մտքերս կենտրոնացնեմ, որ ավելի պատկերավոր լինի այս կապի հետ։ Այ երբ որ մենք թողեցինք Ռուսաստանի վրա, Ռուսաստանը ինչ ուզում անում էր, չէ՞։ Ամերիկան տեսավ, որ իրան շրջանցում են ամեն կերպ։ Այսօր ինքը շրջանցելով Ռուսաստանին, որովհետեւ թե Նիկոլը, թե Իլամը, նրանք քանի գլխանի են, որ Թրամփը կանչի եւ իրանք չմետնեն Ամերիկա։ Կանչեց, թուղթը դրեց տեմը, երևի 30 վայրկյանը չեն հասցրել, քարտանին չեն ստորագրում։ Ստորագրեք ու գնացեք։ Այսինքն какой привет, такой ответ։ Այսինքն ոնց որ ռուսները շրջանցելով Ամերիկային ու Ֆրանսիային Արցախի գլուխը կերան։ Հիմա էլ գոնե տեսնելով որ քայլ առ քայլ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի ցանկացած հրանգները խաղալով, խաղիկներ տալով այնուամենայնիվ կատարում, եւ խոստանալ խաղալով արևմտամետ խոստանում է որոշ բաներ, բայց իրականում արևմտամետ ոչ մի քայլ չի անում, ուղղակի թե Կրեմլին, թե Նիկոլի ու Իլամի դեմ փաստի առաջ կայնացրեց։ Պրոստը բերեց ու ստորագրել տվեց։ Ես ձեզ ասեմ, այս փաստաթուղթը ինքնին իրավական, այսպես ասած, ուժ չունի։ Որ ասենք այ ստորագրվել ուրեմն սենց պիտի արվի։ Իրավական փաստացի ուժ չունի, բայց Հայաստանի իշխանությունների կողմից, եթե նրանք տրամադրված են իսկապես դեպի արևմուտք կամ Ամերիկայի հետ ավելի սերտաճացնեն իրանց հարաբերությունները, սա լավ պլատֆորմ է, որի վրա կառուցեն այդ հարաբերությունները։ Այսինքն այդ շանսը Նիկոլին տրված է, որ կատարի։ Ու սենց ասենք, Նիկոլը չկատարի, ասենք չուզելով կամ կամած ինչ-որ բան կատարի, իրան ընդամենը կստիպեն։ Կկանչեն ու կստիպեն։ Հիմա թե Իլամը, թե Նիկոլը երկու քարի արանք են։ Երբ որ Ռուսաստանից իրանց հրանգներ էր գալի, այն ժամանակ էլ էին դժվարությամբ կատարում, որովհետև Ամերիկան երբեք աչքաթող չի արել տարածաշրջանը։ Երբեք մի պահ աչքաթողություն եղավ եւ Արցախը կորցրեցին։ Աչքաթողություններ եղավ ում հաշվին Նիկոլ Փաշինյանի հստակ գործունեության, հստակ, այսինքն Մինսկի խումբը մեզի պետք չի, այս այնը ընդամենը կարող է Մինսկի խումբը լուծարվեց ամիսներ առաջ։ Իսկ մենք խոսում ենք լուծարվեց ամիսներ առաջ, բայց Հայաստանի մասնակցությունը կամ Մինսկի խմբից որևէ օգուտ ունենալ Արցախյան հարցում արդեն հրաժարվել էր Նիկոլը։ Իր գործունեությամբ արդեն հրաժարվել էր։ Դե խոսում են 19 թվականին առաջարկության մասին, որը որ Նիկոլ Փաշինյանը վերջերս գաղտնազերծեց եւ համարում են, որ այդ փաստաթուղթը վատը չէր, պարզապես Նիկոլ Փաշինյանը դա գաղտնազերծեց եւ ասաց, որ միևնույն է Ադրբեջանը մերժելու է, դրա համար ես դրան չեմ։ Միևնույն է մերժելու է, դու անել թող մերժել։ Ես ես ասեմ, Նիկոլ Փաշինյանը նա ինչ կլասիկ բան է, գործակալ է, որ ցանկացած քայլը կատարում է, հետո ցույց է տալի, որ ինքը իբր արևմտամետ է, բայց էլի կիսատպրատությամբ լղոզում է դիմա։ Մինչև էդի լղոզումը ուրիշ հարց է առաջանում, ուրիշ խնդրեմ։ Ահա եկեղեցին, մարդիկ էլի մոռանում են։ Հասկանում եք, անգամ Ամերիկայի նման կամ Չինաստանի, Ռուսաստանի նման հզոր հնարավորություն ունեցող երկրները բոլոր հարցերի շուրջ չեն կարող մանրակրկիտ, ասենք կադրներ նշանակի, որ գիծը հստակ տան։ Բայց Հայաստանի նման մի հատ, ասենք ասենք, Նյու Յորք քաղաքի պրեֆեկտուրայի կամ շրջանի չափ մի հատ վայր է, ու որի բնակչության մի կեսը
առհասարակ անտարբեր են, այն մի կեսը հին գործակալական ցանցի ներկայացուցիչներ են, մեկը նոր գործակալական ցանցի ով պետք է անի։ Ով պետք է անի։ Մեր նման կազմակերպություններ են մատերի վրա հաշված հնարավորություն չունեցող, այսինքն Հայաստանի նման երկրում իշխանական լծակների դեմ անզոր գործող։ Մեր զորությունը միայն մեր քարոզի մեջ է, որ մարդկանց այնուամենայնիվ վերջը հասցնենք այն վիճակին, որ իրանք իրանց իրավունքներին տեր կայնեն եւ ճիշտ տեր կայնեն։ Ճիշտ ձևով։ Դուք ուզում եք նույնականացնեիք Թրամփի այդ ճանապարհը Զանգեզուրի միջանցքին, դա անհնար է։ Ես փորձում եմ հարցերի միջոցով պարզել դրանց տարբերությունը, բայց միշտ չի որ հաջողվում է, նայեք։ Դուք ասում եք, որ ուրեմն FSB-ի ենթակայության տակ է ճանապարհը, ուրեմն Թուրանի ուղղակի հնարավորություն կտար ձևավորվել Թուրանը։ Հարց, արդյոք տրիպը դա նույն բանը չէ, դա նույն բանը չի։ Այդ բացատրում է պայմանագրի մեջ։ Եթե Ռուսաստանի կողմից առաջադրվում էր այդ ճանապարհը անխոչնդոտ երթևեկություն, այսինքն մենակ ռուսը կորոշի ինչ անցնի, ինչ դու вообще կապ չունեիր։ Հայաստանը առհասարակ կապ չուներ։ Բայց ապա տրիպի ճանապարհը երկու կողմից էլ կառուցում են մաքսատներ, այսինքն Մեղրի թե Նախճիվանի կողմից, թե Ադրբեջանի կողմից։ Այսինքն սա ընդհանրապես կոմունիկացիա է լինում, որը ձեր ասած անխոչնդոտ բառը կա նաև այս պայմանագրի մեջ։ Ամերիկայի վերահսկողության տակ է, ոչ թե FSB-ի։ Միակ Այո, տարբերությունը դա է։ Հիմա պետք է նայենք, թե որն է ավելի լավ, բայց միևնույն է մենք կորցնում ենք։ Չէ, չես կորցնում։ Դե բացատրեք մեր հեռուստատիտողներին։ Ուրեմն նախ եւ առաջ ամերիկան չէր հեղինակը Թուրանի ստեղծման։ Ռուսաստանն է։ Այո, Թուրան։ Եվ այդ FSB-ի կոնտրոլի տակ եղած այդ ճանապարհը աջակցելու էր Թուրանի ավելի զարգացման, ավելի առաջընթացին։ Ամերիկային ես միշտ ասել եմ, բնավ հետարքիր չի մի հատ ռուսական կայսրության նման հրեշ պետության դեմ այսօր կայնել ու չգիտել հետը ինչ անել, ոնց անել, ատոմային մահակնել ձեռը։ Որ մի հատ հələ սրա հերը չանիծած, հələ մի հատ էլ Թուրան ստեղծեն նույնատիպ, սրա ոնց որ պատճեն, երկրորդ, սև ու սպիտակ, ասենք։ Շատ լավ, երկրորդ հարց։ Արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների այս հատվածում որոշակի, այսպես ոտքի տեղ ունենալը դա Չինաստանի դեմ ուղղված որոշակի քայլ չէ։ Չինաստանի այդ մեկ ուղի, մեկ ճանապարհ։ Գուցե նաև այդ կա։ Եվ ասես մի բան, եթե անգամ է ձևալ դուք պնդում եք, չէ՞։ Ես ընդհանրում եմ, հարց եմ տալի։ Հիմա տեսեք, մարդիկ կան, որ պնդում են դա, ու ըստ երևույթի ավելի ճիշտ են, քան թե որ լոկ միայն Հայաստանին օգնելու համար։ Այո, ես բազմիցս ասել եմ, որ սա պատմական այն պահն է, երբ որ Հայաստանի Հանրապետության շահերը համընկնում են Ամերիկայի Միացյալ Շահերի հետ։ Ես միշտ ասել եմ, ժողովուրդ ջան, այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեմն քայլեր անում Հայաստանի նկատմամբ բարի դրացիական, ելնելով նրանից, որ համարում են, որ Հայաստանը քաղաքակրթությանը շատ բան է տվել, ժամանակին, այսօր եթե այսօր գերված է կամ այս վիճակին է, դա առիթ չի տալի, որ вообще աչքաթող անեն եւ вообще Հայաստանը վերացնեն։ Այսինքն բարբերաբար միշտ հենց Ռուսաստանի կողմից լարվում է իրավիճակը եւ հրանգ ստանում Ալիևը հարձակվելու Հայաստանի վրա, անմիջապես զանգում ու սաստում են։ Այսինքն դա միայն դա չի որ երախտապարտ են այս ազգի նկատմամբ եւ համարում են որ քաղաքակրթորեն մենք նույնն ենք ինչ արևմուտքի ժողովուրդը, ոչ թե արևելք ենք, ոչ չինացի ենք, ոչ էլ արաբ ենք, ոչ էլ մուսուլման։ Այսինքն իրանք քաղաքակրթորեն մեզ համակրելով հանդերձ նաև սրան գումարվում է, որը կարող է նաև հիմնականը հենց դա է, որ մեր շահերը համընկնում են։ Եթե մեզ այսօր պետք չէ Թուրանի ստեղծումը, որովհետև Թուրանի ստեղծումը կնշանակի, ասենք, կամ անմիջապես շատ արագ Հայաստանի վերացում։ Երկուսից մեկը, կամ արագ, կապ չունի, բայց Հայաստանի վերացում։
ապա Ամերիկայի Միացյալ Նահանգներին էլ պետք չի դա։ Լինի դա Չինաստանի պատճառով, լինի դա Հնդկաստանի, Պակիստանի թե Թուրքիայի պատճառով, իրաց պետք չի։ Երկրորդը, որպեսզի Չինաստանը չհզորանա, իսկապես չհզորանա, եւ այդ ճանապարհը չգա ամենակարճ ճանապարհը Հայաստանի մեջով է, հենց այդ մեղրի հարթավայրերով այդ բան, որպեսզի Չինաստանը չհզորանա, իհարկե նաեւ դրա համար։ Հիմա դուք տեսեք, ինչ աչքերով պետք է մեզ նայի սովորական միջին խավի, ասենք ամերիկացին, որը նայում է, ասենք աշխարհաքաղաքական այս վիճակին, որ աշխարհի մի կողմը քաղաքակիրթ աշխարհն է, ովքեր ասենք իրաց պայմանագրերին հավատարիմ են մնում, ովքեր ասենք ուզում են բարեկեցիկ եւ նորմալ հանգիստ անվտանգ աշխարհում ապրեն, եւ մյուս կողմից բռնատիրական ռեժիմներն են։ Կիմ Չին, Լուկաշենկո, Պուտին, Էրդողան, դե ես չգիտեմ, Պակիստան, այսինքն բռնատիրական ռեժիմներ, այսօր աշխարհը կիսվել է դրան։ Եվ դրանց պապան բանն է, Սին Ցզինպինը, Չինաստանն է, որտեղ այսօր ինքն առաջնային դեր է տանում։ Էդի մարդիկ հələ 5 տոնարով մտածում են թե Ռուսաստան կա, բայց Ռուսաստանը արդեն դարձել է Չինաստանի վասալը։ Հիմա երբ որ Շանխայյան համագործակցությունում այդ բանը Սին Ցզինպինը կանչում է իր կոմնագիստներին, ասում է եկեք մի հատ իմի բերենք, էլի մի հատ բան անենք, խոսենք, դու տես Պուտինը մենակ չի այդում, Պուտինը հավաքում է իր շոբլիկներին, նայ Պուջուրը մաներ մուներ, Լուկաշենկո, Նիկոլ Փաշինյան, Ալիև, ցույց է տալու, որ այս երեխեքներն են իմ հետ, Սին Ցզինպին ջան, ես էլ իմ զակուկներն են, ասում է լավ, Էդի ժամանակին էր, չէ՞ որ ասում էր, նա ասացված կար, վասալ մայո վասալը, նիմոյ վասալ։ Այս դեպքում հակառակն է։ Իմ վասալի վասալը իմ վասալն է, այսինքն դու Պուտինի միջոցով դառնում ես Չինաստանի վասալը։ Եվ այդքանից հետո Նիկոլը գնում ասում է, ես արեն մտամետ եմ, խնդում են վրեն արդեն։ Արդեն երբ որ եվրոպական այդ բաների մեջ կայնում են, ոչ, ասենք գրկա խառնվում են, ոչ մոտիկ են գալի, ասում եմ 4 sense նայում են ոտից գլուխ հա եկել էր, ընդամենը գիտեք ինչ համար, Նիկոլ Փաշինյանի դեմքով այսօր չեն ուզում Հայաստանը առհասարակ այսպես ոտով տան ու գցեն դժողքի գիրկը վերջնական։ Մենակ այդ է Նիկոլ Փաշինյանի կանչել են դեր, որովհետև նրանք ոնց են անում, այս չքնաղ ու լավ տաղանդավոր ազգին հայերին ոնց են փրկելու։ Սա է հիմնական նպատակը։ Եվ այդ կանից հետո հələ մարդիկ են առաջանում, որ Նիկոլ Փաշինյանը ասում է արևմուտքի թելադրանքով բանը Արցախը տվեց։ Մի հարց եւս այդ հարցի հետ կապված, ձեր դուք ասում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների համակրանքի մասին եք խոսում։ Այո, չի կարելի ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները եւ ամերիկացիների գործողությունները անմիջապես Եղեռնից հետո այդ դրամահավաքները ժողովրդի մեջ, որբանոցների կառուցումը, այդքան հազար հայ որբերին ուրեմն կյանքի հնարավորություն տալը եւ հետո մարդ դարձնել եւ հասարակության մեջ թողել, այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները արել է Հայաստանի համար շատ բան եւ ավելին ասեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ աշխարհին օգնելու հետ իր կառույցը հենց ստեղծվել է առաջին հայերին օգնելու համար։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն նաեւ հայերի համար իրավական աջակցության մի հատ կարևոր օրենք, որը որ իրենք կարող են կիրառել ցանկացած պահին, բայց չի կիրառվում այդ օրենքը։ Ես խոսում եմ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին։ Չէ՞ որ այդ մեխանիզմը դրանք եւս ունեն իրականացնելու համար, գուցե ոչ ամբողջությամբ, շատ ճիշտ է։ Ինչ որ ձևով։ Դա կատարվելու է հենց ամբողջությամբ ու այն ժամանակ, երբ որ Հայաստանին ճակերտավոր ասած օգնելու դեպքում չի նույնականացնելու, որ Ռուսաստանին են օգնում։ Երբ որ Հայաստանը դադարի լինել ռուսական կայսրության մաս, ռուսական վասալ ու գնալ Շանխայյան համագործակցության,
Այ երբ որ Հայաստանը որոշի, որ ինքը քաղաքակիրթ աշխարհի մաս է ուզում դառնալ առանց Ռուսաստանի, առանց Թուրքիայի, առանց որևէ մի բռնատիրական երկրի թելադրանքով եւ նրանց ստրուկը, այն ժամանակ ուրեմն սա հետը գալու է տեղը կայնի։ Բոլորը ու դրա համար էլ իրանք չեն ժամանակին, երբ որ այդ բանը իրանք արել են, մեծ կնիքը դրել են, որպեսզի այդ վաղեմության ժամկետ չունենան։ Հիմա այս պահին եթե այս Սևերի պայմանագրով նախանշված տարածքները, ասենք վերադարձնում են Հայաստանին, չէ՞, դա նշանակում է, որ այդ տարածքները տվին Ռուսաստանին։ Եթե այսօր Բելարուսիան, ասենք ասենք իրավական ինչ-որ մի հատ հարց ունենա եւ Լեհաստանի կեսը միացնեն Բելարուսին, անունով կլինի Բելարուսը մեծացավ, բայց իրականում ռուսական կայսրության տիրապետության տակ անցնում։ Սրա մասին, եթե մինչև հայերը այսօր էդի չհասկանան, անհնար է որևէ քայլ։ Այ երբ որ մենք հասկացանք դա, երբ որ դանք եկանք ունեցանք ազգային իշխանություն, որը այդ հարցը կբարձրացնի, այն ժամանակ որ սա հարցերն էլ կլուծվեն։ Շնորհակալություն պարոն Սարուխանյան հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։